Քարոզարշավի նախավերջին օրը լույսը բացվեց իրավապահների ռեպրեսիայով։ Սոցցանցում սկսեցին մեկնաբանություններ, որ ՔՊԱ-ականները մրցապայքարից դուրս են բերում իրենց բոլոր վտանգավոր մրցակիցներին։ Այսօր առավոտյան ոստիկանության 6-րդ վարչությունը ներխուժեց Մայր Հայաստան կուսակցության Կարեն Սիմոնյանի շտաբ։ Իսկ հետո Հայրենիք կուսակցության եւ ՀՀԿ կուսակցության սատարած Մարտուն Գրիգորյանի բնակարան։ Գագիկ Համբարյանի համոզմամբ սա Փաշինյանի հերթական քաղաքական ահաբեկչական քայլն է նախընտրական շրջանում ընդդիմադիր ուժերին սասանելու նպատակով։ Թե խնդիրը հետևյալն է, որ սա Նիկոլի հեշտական ահաբեկչական քայլերն են, ասենք մարդկանց ընտրություններից ընդամենը 2 օր առաջ հիմնական տեխնազուներին ահաբեկում են, այլ տարբերակ ես չեմ տեսում այստեղ, ասենք ինչ հանցագործություն պետք է գործեր Կամո Գրիգորյանը կամ Կարեն Գրիգորյանը, որ այսպես ուրեմն ենթարկվեին հետապնդման այն մագարտակի, որ նրանց դեմ ուրեմն որոշում ընդունվեր, որ կալանավորելու են։ Ապրենք տեսնենք, ինչքան ես գիտեմ, այս պահին դեռ կալանավորումը չի տեղի ունեցել, կոնկրետ ոստիկանները գտնվում են Մարտուն Գրիգորյանի տանը, սպասում են փաստաբանների։ Հնարավոր է սա առավոտյան տեղի ունեցած Կարեն Սիմոնյանի շտաբի խոզարկության դեպքերի հետ կապ չի կարող ունենալ, բայց նույն բովանդակության մեջ է տեղավորվում, այսինքն ընդդիմադիր տեխնազուներին ճնշելու, ընդդիմադիր տեխնազուներին ահաբեկելու միտում է սա։ Ընտրություններից ընդամենը 3 օր առաջ։ Իսկ սա ընտրության արդյունքների վրա ինչպես կանդրադառնա։ Գիտեք, ես հաստատ չեմ կարող ասեմ, բայց հուսամ, որ սա հակառակ էֆեկտն է ունենալու եւ բումերանգի նման հարվածելու է Նիկոլին, որովհետեւ նորմալ հասարակությունները, նորմալ ոչ ստրգամիտ, նորմալ հասարակությունները այս ամեն ինչին արձագանքում են հակառակ ձևաչափով։ Եթե հասարակությանը փորձում են վախեցնել, ճնշել, նվաստացնել այս մեթոդներով, պարզ տրամաբանություն է, որ նորմալ հասարակությունների պարագայում սա հակառակ էֆեկտն է ունենալու։ Հուսամ մեր հասարակությանը դեռ վերջնական չի կորցրել իր դեմքը։ Եվ չի վախենա այսպիսի ահաբեկչություններից։ Սա ահաբեկչություն է բարի բուն իմաստով։